Ողջույն բարեկամներ, հուսով եմ միշտ չէիք կարոտել, այսօր մեկ ժամ խոսելուց հետո դեռևս ուժ եւ էներգիա ունեմ խոսելու եւ պահը ստիպվեց, որ ես անմիջապես ձայնագրեմ տվյալ այսպես ասած screencast-ը, խոսքը վերաբերում է նրան, որ ժամեր առաջ համացանցում է հայտնվել մի հետաքրքիր նյութ մասնագիտական հրապարակումներից մեկը, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես կարելի է արտաքին առանց միջամտության, արտաքին գովազդներով եւ արտաքին պայմաններով եւ Facebook-ի իր native գործիքներով հասկանալ, թե տվյալ գովազդատուն ինչպիսի թիրախավորում է օգտագործում իր գովազդների համար։ Իհարկե սա 100%-անոց չի, բայց ճշգրտությունը բավականաչափ մեծ է եւ ինչպես ասում են, ամեն հանճարեղ բան ինքը լինում է շատ պարզ։ Խոսքը վերաբերում է նրան, որ Facebook-ում ցուցադրվող կամ Facebook-յան համակարգերում ցուցադրվող ցանկացած գովազդի վերևի արջի անկյունում գոյություն ունի այսպես կոչվում է կախարդական բջիջկա, հա, ասենց մեր լեզվով ասած, իր տակ թաքնված է շատ հետաքրքիր եւ պետքական բաներ, բայց այսօր կխոսեմ այդ պետքական բաներից երկրորդը, why am I seeing this, խոսքը վերաբերում է, այսինքն ինչու եմ ես տեսնում տվյալ գովազդը, երբ որ մենք սեղմում ենք այս կնոպկի վրա, այսպես ասած, մի անգամից մեզ ցույց է տալիս, թե ինչի համար ենք մենք տեսնում։ Ստեղ առաջարկում է երկու տարբերակ։ Համակարգը առաջարկում է երկու տարբերակ, թե ինչի համար։ Օրինակ, մասնավորապես առաջի տարբերակը դա այն է, որ World Bank Armenian ցանկացել է իր հրապարակումները ցույց տալ մարդկանց, ովքեր լայքել են իրենց էջը, այն մարդկանց ընկերներին, ովքեր լայքել են իրենց էջը, սա առաջին եւ երկրորդը շատ հնարավոր է, որ երկրորդ պատճառը այն է, այս գովազդը տեսնելու, որ World Bank Armenian ցանկացել է, որ տեսնեն 18-ից բարձր բոլոր մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում։ Թվում է, թե տենց բարդ բան չկա, իրականում կոնկրետ նյութը նաև կհրապարակեմ այս տեսահան նյութի տակ, խոսքը վերաբերում է նաև նրան, որ հնարավոր է այսպես շոշափելով բոլոր տիպի գովազդները կամ բոլոր տիպի գովազդային ակտիվությունները գտնել մի հետաքրքիր ոնց որ ընդհանրություն, որի միջոցով հնարավոր է հասկանալ, թե տվյալ գովազդատուն Facebook-ում ինչ թիրախավորում է օգտագործում։ Սա շատ կարևոր է հատկապես կոնկուրենտ մրցակցային միջավայրում մրցակցող ընկերությունների համար, բանկերի, տելեկոմների համար, նենց որ խորհուրդ եմ տալիս օգտվեք այս գործիքից։ Իրականում ես շուտվանից այս գործիքից օգտվում, բայց տվյալ հրապարակումը որոշակի առումով իմ աչքերը բացեց, ես նայում էի մինչև այս մակարդակ, բայց տվյալ հրապարակումից հետո ես խոստանում եմ, որ կփորձարկեմ նաև իրենց առաջարկած տարբերակը, երբ որ մի քանի տարբեր պրոֆայլներով, տարբեր թիրախային լսաններով մենք փորձում ենք ստանալ ինչ-որ արդյունք եւ այդ արդյունքը կիրառելի դարձնել մեր թիրախային լսանի համար եւ օգտվել այդ հնարավորությունից, որ ընձեռում է հենց Facebook-ը լրիվ օրինական եւ լեգալ ճանապարհով։ Եկեք որպեսզի հասկանալի լինի, մի հատ այլ գովազդ գտնենք իմ պատի վրա, տեսեք, Electronic Planet-ը գովազդ է տեղադրել, հասկանանք, թե ինչ թիրախավորում է օգտագործել։ Պարզ ու հասարակ, Electronic Planet-ը դրել է գովազդ, որը ցույց է տալիս 20-ից 60 տարեկան մարդկանց, ովքեր ապրում են կամ գտնվում են Հայաստանում։ Շատ պարզ, հետաքրքիր թիրախավորում։ Փաստորեն Electronic Planet-ի digital marketing մասնագետը բավականաչափ պարզ թիրախավորում է օգտագործում։ Եվ մի հատ էլ նայենք, տեսեք, քաղաքական գովազդ, Արտակ Զաքարյանի գովազդ, ինչու եմ ես տեսնում տվյալ գովազդը։
որովհետև Արտակ Զաքարյանի գովազդը թիրախավորված է 18-ից բարձր այն մարդկանց վրա, ովքեր ապրում են Հայաստանում։ Պարզ և հասարակ, առանց ինչ-որ այլաբանումների։ Մի հատ էլ նայենք։ Սա։ Տեսեք, այստեղ speed test-ի գովազդը բավականաչափ բարդ է դրած, նախ առաջին պատճառը այն է, որ այն ցույց է տալիս գովազդը, ովքեր հետաքրքրված են մոբայլ ֆոններով և հիմնված է ակտիվության վրա, ովքեր որ լայք են տալի էջերին և կլիկ են անում գովազդների վրա, ես այդպիսի մարդ եմ, այո, և շատ հնարավոր է երկրորդ պատճառը լինի այն, որ այս OKLA speed test-ը տեղադրում է գովազդ մարդկանց վրա, ովքեր 18-ից բարձր են և ապրում են Հայաստանում։ Պարզ և հեշտ։ Ամեն դեպքում շնորհակալություն, որ հետևեցիք, բոլոր գործիքները ոչինչ են, եթե այն չի օգտագործվում, օգտագործեք, ակտիվ օգտագործեք, մաղթում եմ ձեզ բարի և հաճելի երեկո, իսկ ես գնամ շարունակելու իմ աշխատանքը։ Իդեպ մեկ անգամ էլ ևս հիշեցնեմ, որ երկուշաբթի օրվանից ամսի 23-ից Facebook-ի դասընթացներ են լինելու, որտեղ այս և նմանատիպ շատ էլի փոքրիկ տրյուկներ, այսպես հնարքներ ձեզ ցույց կտամ, որը որ կարող եք օգտագործել ձեր Facebook-ի առաջխաղացման մեջ։ Շնորհակալություն, ձեզ հետ Արտակ Հարությունյանն էր, կհանդիպենք։